Եթե ես ուզենամ հիշել, վերհիշել, թե ինչ տեսանյութեր եմ տեղադրել իմ YouTube-յան ալիքում, չեմ կարողանա մինչև նյութը չդիտեմ, որովհետև ամեն անգամ հոգեվիճակից ելնելով փորձել եմ արտահայտել, դուրս տալ այն հույզը, որը այդ պահին ինձ շատ տանջում է։ Իհարկե շատ պատասխանատվությամբ եմ վերաբերվում տեսանյութերին, մի քանի անգամ լսում եմ, հաճախակի հեռացնում եմ, չեմ տեղադրում, ի վերջո հնարավորինս այնպիսի տեսանյութ եմ տեղադրում, որ անձնական ինֆորմացիա չլինի որևէ կյանքի մանրամասն, այնպիսի բաներ, որ ես դեռևս չեմ ցանկանում հրապարակել, բայց պատմում եմ այն մասին կամ խոսում եմ այն մասին, ինչը ինձ այս պահին ցավեցնում է կամ թույլ է տալիս ապրել, կամ ինչ հնարավոր ձևեր կան մտածելու, ապրելու համար, վիշտը հաղթահարելու համար, այսինքն կարելի ասել իմ այս պահին իմ կյանքի փիլիսոփայությունն է դա։ Հիմա երեկ ես հերթական անհասկանալի մեկնաբանությունն եմ ստանում իմ տեսանյութերից մեկի տակ և պարզ է միանգամից խոցվում եմ, փորձելով հասկանալ, հետո մտածում եմ արժե հերթական լարվածությունը ստեղծել իմ համար YouTube-ում, հետո մտածում եմ, որ կյանքում էլ է այդպես, ինչքան ուզում ես չեզոք մնա, ինչքան ուզում ես անշառ եղիր, միևնույն է, կյանքն այնպիսի բան է, որ անպայման քեզ խոցող, հարվածող մարդիկ կլինեն, այսինքն ստացվում է, որ պետք է չապրես։ Հիմա, երբ փորձում ես այդ թեման քո համար պարզաբանել, YouTube-ը ինքը լինելով որոնողական համակարգ մեր ցանկացած գրառումից, հեռախոսի մեր ցանկացած շարժից ավտոմատ նյութեր է գտնում բերում և առաջարկում։ Առավոտյան մի տեսանյութ շատ ինձ վրա ազդեց, այն որ գիտեի, բայց միևնույն է, չես կարողանում կիրառել, մինչև իսկապես չի հասունանում այդ պահը։ Ուրեմն ինչ էր ասում այդ կարճ շորթսում ռուս երիտասարդը, էլ չխորանամ ով էր, ինչ էր, մի խոսքով, այն որ այս կյանքում պետք է բոլորին ներել այն իմաստով, որ պետք է բաց թողնել բոլոր այն մարդկանց, ովքեր բացասական են ազդում ձեր վրա։ Այնքան այդ միտքը ինձ միանգամից հասկանալի դարձավ, որովհետև երբ մենք փորձում ենք մեր արժեքը կապել դիմացինի կարծիքի և ցանկության հետ, նրա կամեցողության, նրա հասկացողության, նրա գնահատականի հետ, մենք մեզ կործանում ենք, մենք մեզ ոչնչացնում ենք, քանի որ իսկապես պետք չէ սպասել դիմացինից այն արձագանքը, որը ակնկալում ես, որովհետև լինի իրական կյանքում, լինի YouTube-ում, դիմացինը այլ է մտածում, այլ մարդ է, այլ արժեհամակարգ ունի,
այլ չափանիշներով եմ մոտենում, այլ կամեցողությամբ, այլ զգացողությամբ։ Եվ մանավանդ, եթե ասենք իմ դեպքում մարդը բարի է, անշառ է, անշահախնդիր է, անկեղծ է, անվերապահորեն է վերաբերում կյանքում շատ բաների և ինչ YouTube-ի անծայրածիր հորիզոններում հայտնվում է մեկը, որը չգիտես, դպրոց գնացել է, չի գնացել, ինչ արժե համակարգ ունի, ինչ հոգեվիճակ ունի, ինչ ներքին բարդույթներ ունի և չի զլանում խայթել, թունավորել, գրել այնպիսի բան, որ դիմացինը հերթական ցավն զգա, չհասկացվածության, փոխանակ ասենք մարդկանց կողմից սատարվելու։ Ու իսկապես այդ միտքը այնքան ինձ այս պահին օգնեց, այն որ գիտեի տեսականորեն, բայց այսօր մի տեսակ հայտնություն եղավ, որ իսկապես սրանից հետո բոլոր տիպի չար մարդկանց արձագանքներին պետք է քմծիծաղով վերաբերվել, իսկապես քմծիծաղով, որովհետև այնպիսի ադեկվատ արձագանքներ եմ ես ստանում, որ դա ինձ բավարար է և հասկացողության այլ մակարդակ կամ շփում, հարաբերություն ինձ պետք չէ, ընդամենը